Ողջույն ժողովուրդ ջան, այսօր մենք ձեր հետ կկիսվենք մեր ընտանեկան ընթրիքով, թե ինչ ենք պատրաստելու Ջուլիան կներկայացնի։ Գնացինք։ Այսօր մենք կպատրաստենք կիևյան կոտլետներ, սպագետի եւ ամառային աղցան ենք պատրաստելու։ Կոտլետի համար մեզ անհրաժեշտ է հավի կրծքամիս, կես գլուխ սոխ, ձու, աղ, սև բիբար, լավաշ եւ կաթ անհրաժեշտ լավաշը թրջելու համար։ Ուրեմն Վով ջան, երևի դու միսը աղաս, մինչև ես լավաշը Գնացինք։ Ուրեմն պետք է որ մանր կտրատենք, որ աղալու ենք, չէ՞ միսը։ Շատ ճիշտ ես Վով ջան։ Այդ ընթացքում է լավաշը մանր կտրատում ենք, կաթով թրջում ենք եւ պիտի մսաղացով աղանք։ Ջուլ, այդ բանն էլ չէ՞ պետք է աղանք հետը, ճիշտ է։ Հա, Լավաշը։ Թրջենք թափկի, Վով ջան։ Բայց խի իմն այս կաթով։ Համոզալու։ Հա։ Կաթով շատ համոզա։ Եթե կաթ չլինի տունը, ոչինչ, կարող եք ջրով էլ հացը թրջել, կարող եք հացով թրջել, բայց փորձեք լավաշով, համը տարբերվում է։ Եվ կես գլուխ սոխ, չէ՞ ջուլ։ Կես գլուխ սոխ, այո։ Թողնում ենք մի քիչ թափկի, որպեսզի մսի հետ կարողանանք աղալ։ Ուրեմն մեր մոտ արդեն պատրաստ է, ինձ թվում է աղան ժողովուրդ ջան, ինձ թվում է այդ process-ը ցույց տալը անիմաստ է։ Անհրաժեշտ չի, աղա, Հիմա մենք պատրաստելու ժամանակ կմիանանք, չէ՞ որ։ Կամ մի կադր հեսա կնկարահանենք, թե ոնց ենք այս ամբողջը աղում, մի կադր ցույց կտանք ու ամբողջական կաղանք եւ ձեզ կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, միսը աղալուց հետո մեզի պետքա որ համեմենք, չէ՞ ջուլ։ Ուրեմն ավելացնում ենք սև բիբար։ Մենք նախորոք արդեն չափը գիտենք, չափաբաժինը անպայման վիդեոյի ներքևում կգրենք։ Ավելացնում ենք աղ, ձու, չէ՞ ջուլ։ Մեկ հատ ձու է ուղակի դեղնուցի մեջ երկու հատեր, մեկ հատ ձու է անհրաժեշտ։ Հա, ուրեմն ավելացնում ենք ձու, հետո ջուլ։ Հետո պետք է լավ խառնենք, Վով ջան։ Հետո մի հատ լավ յան խառնում ենք, ժողովուրդ ջան։ Այս տնավարի ամենակարևորը ինչ պետք է անեք, պետք է որ լավ տնավարի անեք, որ ձեր մոտ շատ համեղ լինի։ Դե լավ, process-ը դու ցույց տու ինչ ես անում, ինչև ես խառնեմ, ջուլ։ Հիմա պատրաստում ենք լազոնը, ուրեմն 2 հատ ձու է անհրաժեշտ մեզ։ Աղ ենք անում ձվի վրա։ Ջուր ենք ավելացնում։ Եվ պետք է հարենք։ Կոտլետը, երբ որ արդեն ձև տանք, կարագը մեջը լցոնենք, ցնելու ենք լազոնի մեջ, ալյուրի մեջ, հետո պաքսիմատի մեջ։ Հիմա հերթականությամբ ցույց կտանք։ Всё, չէ, արդեն մեր մոտ պատրաստ է։ Ամբողջը խառնվեց, Վով ջան։ Всё, ամբողջը արդեն խառնված։ Всё, ֆարշն էլ է արդեն պատրաստ, ջուլ։ Ուրեմն սկսում ենք պատրաստել։ Ուրեմն, առաջին մեկ քայլ կարագներ բերենք մեզ մոտ։ Մեզ անհրաժեշտ է կարագ, որ միջուկի մեջ դնենք։ Ուրեմն ձեռքերը առաջինը լազոնի մեջ ենք մտցնում, որպեսզի ֆարշը չկպնի մատերին։ Վերցնում ենք ֆարշը ափի մեջ։ Ինձ կարագ կտաս, Վով ջան, մի կտոր։ Մատով կարագի համար տեղ ենք բացում։ Բավական է։ Հա, Վով ջան։ Ինքը մի քիչ հալած է, դե ցենց լինի, հա։ Ոչինչ, ոչինչ։ Կարագը դնում ենք մեջը, մատերով գեղեցիկ փակում ենք, որ կարագը մեջի մասը լինի։ Գեղեցիկ տեսք ենք տալիս, ուղարկում ենք ալյուրի մեջ։ Ալյուրի մեջից պետք է լազոնի մեջ դնել, իրան Վով ջան, մի հատ այդ խալը կտաս, շատ հեշտ է այս ձև։ Ուղարկում ենք գդալի մեջ։ Նորից էլի։ Պաքսիմատի մեջ։ Արդեն պաքսիմատի մեջ։ Եվ գեղեցիկ արդեն պաքսիմատով ծածկում ենք մեր կոտլետները։ Անթափ ձեռքին այսպեսի գեղեցիկ տեսք տալով։ Որտեղ տեսնում եք լավ չի պաքսիմատը, նորից ավելացնում ենք։ Եվ ափի օգնությամբ գեղեցիկ տեսք ենք տալիս կոտլետին։ Վերջ։ Առաջին մեր կոտլետը պատրաստ է։ Մի հատ էլ ցույց տանք, Վով ջան։ Անպայման։ Ուրեմն մեկ անգամ էլ ցույց կտամ։ Ձեռքերը լազոն ենք անում, վերցնում ենք ֆարշը,
Դու կոտլետի չափը կարող եք ինքներդ արդեն որոշեք, մեծ անեք թե փոքր անեք։ Ես միջին չափի եմ անում։ Կարակի համար գեղեցիկ տեղ ենք բացում։ Քիչ չէ։ Չէ, լավ է, ոչ։ Փակում ենք կարակը, որպեսզի չթափի։ Սկզբից ալյուրի մեջ ենք անում կոտլետը։ Հիմա գդալի օգնությամբ ալյուրը վրի կծածկենք։ Գդալի օգնությամբ այսպես ալյուր ենք անում կոտլետները։ Լեսխի ենք անում, որ ձեռքերը անթափ չլվանան։ Ինքը ավելի հեշտ է լինում։ Կոտլետը վերցնում ենք ալյուրի մեջից։ Տեղափոխում ենք լազոնի մեջ նորից։ Լազոնի մեջից դուրս ենք անում եւ բաքսիմատի մեջ ենք տեղափոխում կոտլետները։ Ձեռքով, հա, պետք է կան ես օգնեմ։ Ինչեւ դու ձեռքերդ լվանաս երևի, հա։ Չէ, ով ալյուրը դա ձեռքերը։ Դարի, ուրեմն պատրաստի։ Չոր է էլի մնում, որ այդ գդալի օգնությամբ ես անում, արդեն չոր է մաղերը մնում։ Եվ նորից գեղեցիկ կոտլետի տեսք ենք տալիս։ Ось մեկը ավելի լավ ստացավ։ Հա, ես մեկը քո ձեռը կապավ, երևի դեռ։ Չէ։ Եվ վերջ։ Դե ինձ թվում է երևի նորմալ մեր մոտ ստացավ։ Հիմա մենք ամբողջը պատրաստենք, չէ՞։ Ժողովուրդ ջան, ձեզ ամբողջը ցույց տվեցինք, թե ոնց են պատրաստում։ Հիմա հաջորդ քայլը, Ջուլ, ինչ ենք անելու։ Սպագետի համար ջուրը արդեն լավ եռում է։ Ավելացնում ենք աղ ջրի մեջ։ 1 ճաշի դիպալ աղ ենք ավելացնում։ Ահա։ Խառնում ենք։ Բացեն սպագետին, Ջուլ։ Հա, ոչ, սպագետին պետք է ուղղակի ջրի մեջ քաշել։ Դե ինձ թվում է ցույց տանք, հա, երևի ինչ եք օգտագործում, թե։ Ու երկար սովորական սպագետի։ Սպագետին արդեն եռացող ջրի մեջ ենք ավելացնում։ Սա է մեր սպագետին։ Վերջ, սպագետին թողնում ենք քաշվի, կոտլետներն էլ պատրաստ ենք ամբողջը։ Եվ տապակելու ընթացքում արդեն կմիանանք, չէ՞ ոչ։ Դա ժողովուրդ ջան, process-ը ցույց տվեցինք, հեսա այս ամբողջը արագի մեջ պատրաստենք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, մեր կոտլետները արդեն պատրաստ են։ Հիմա Ջուլիան պետք է ժարի տանի, ճիշտ է, Ջուլ, ներկայացրա։ Կոտլետները պատրաստ է, պետք է տապակենք առատ ձեթի մեջ, սպագետին արդեն խաշել ենք, պետք է նույնպես տապակենք կարակի մեջ։ Հիմա մինչև ձեթը տաքանա, տապակի մեջ ավելացնում ենք կարակ։ Կարակը պետք է լավ հալի, նոր ավելացնենք սպագետի մեջ։ Մի փոքր ձեթ ենք անում կարակի մեջ։ Մինչև կարակը եւ ձեթը տաքանա, մենք կտապակենք կոտլետները։ Ուրեմն այդ ընթացքում մինչև Ջուլիան տապակի ժողովուրդ ջան, ես կպատրաստեմ աղցանը։ Ուրեմն աղցան պատրաստելու համար մեզ ինչա հարկավոր։ Վարունգ, լոլիկ եւ բիբար։ Պետք է իրան կտրատենք։ Ամառային աղցան ենք պատրաստելու։ Իսկ հիմա բոլորը դե գիտեք, ի ձևի պետք է կտրատենք, դե կտրատել ինձ թվում է այդ ձևի մանրամասը ցույց չենք տա։ Այս մանդր կտրատում ենք իան։ Արդեն տաք ձեթի մեջ ավելացնում ենք կոտլետները եւ պետք է տապակենք։ Մինչև լավ ոսնուգուն դառնալը։ Սա մեկ հատ էլ կտեղափոխենք։ Վերջ։ Կարող ենք արդեն ավելացնել սպագետի։ Ասեք, այսպես ավելացնել։ Պետք է յուղի մեջ լավ տապակի։ Այդ ընթացքում ես արդեն վարունգը կտրատել եմ ժողովուրդ ջան։ Հերթնա լոլիկների։ Լոլիկը ես ոնց եմ կտրատում։ Այս վերևի մասը вообще հեռացնում ենք։ Այսպես։ Հա, այս ձևի։ Ինձ թվում է տեսակ իզ է, ու ավելացնում ենք վարունգի վրա։ Ավելացնում ենք շատ քիչ սերվի բար։ Եվ պետք է պանիրքեր ենք սպագետի համար։ Հալվող պանիրը ամենամեծ քերիչի օգնությամբ քերում ենք պանիրը եւ ավելացնելու ենք սպագետիի վրա։ Կեսը ավելացնում ենք սպագետիի մեջ, մնացածը պետք է մատուցելու ժամանակ ավելացնենք։ Խառնում ենք նորից։
Եվ չենք մոռանում մեր կոտլետների մասին։ Մենք չտեքեն, որպեսզի բոլոր կողքերից լավ կարմրի կոտլետները։ Ինչա լավ ստացվել է ջոր։ Մեր սիրած կոտլետներն է ընտանիքի։ Ինձ թվում է այդ ընթացքում ես արդեն հեսա ցույց կտամ ժողովուրդ ջան։ Լոլիկներն էլ եմ կտրատը, հերթը, բիբարինն է։ Բիբարը նույն ձևի երկու մասի ենք բաժանում, էլի նույն ձևի կուբիկներ։ Եվ երկրորդը։ Այս մի քիչ մեծ ստացավ։ Всё, պատրաստ է, հիմա տեղադրում ենք։ Այսպես, անպայման։ Հեսա ողջան, այսքան կանաչին ես թվում է բավական է։ Չէ, մի րոպե, հիմա մեզի պետք է աղ ավելացնենք։ Դու այս ձեռքով էլ ես տնավարի, այս ձեռքով է ժողովուրդ ջան։ Այ այսպես։ Բավական է։ Եվ հերթ եկավ մեր կանաչի։ Եվ ավելացնում ենք կանաչին։ Ուրեմն ժողովուրդ ջան, կանաչին ավելացնելուց հետո վերցնում ենք երկու հատ քթալ եւ այսպես։ Պետք է որ յան լավ խառնենք։ Էս ինչ ամբողջություն է։ Լրիվ ինքն է։ Всё, մեր մոտ պատրաստ է, ջուր։ Քո մոտ ինչ գործողություններ ա գնում։ Կոտլետները արդեն պատրաստ է, սպագետին պատրաստ է, երկրորդն ենք արդեն տապակում, գեղեցիկ սեղանը դնենք եւ միանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր գեղեցկությունները արդեն պատրաստ են։ Հիմա մեր օպերատորը մոտիկի սաղ կնկարահանի, թե մեր մոտ ոնց է ստացվել։ Ջուլիանը լես անձի քույրասիրի, որ ես փորձեմ։ Սպագետի, չէ՞ ողջան։ Որ կոտլետը դնեմ։ Այս երևի։ Կոտլետ։ Եվ աղցան։ Անուշվայել ես, ողջան։ Ամենաառաջինը ինձ թվում է պետքա փորձենք, ինչը ջուր։ Սպագետի։ Սպագետին։ Այսպես սիրուն հավաքում ենք։ Քանի որ մենք պանիրով սիրում ենք այս ձևի, պանիրով։ Այսպես սիրուն հավաքում ենք։ Եվ վայելում ենք։ Հիմա հաջորդը ներկայացա ջուր, ինչն է։ Կիևյան կոտլետներն է։ Ուրեմն մի հատ բերեք ամենաառաջինը մի հատ կտրվածքը ցույց տանք, ինձ ձևա մեր մոտ ստացվել, նայում եք յուղը։ Պետքա որ անպայման յուղը մեջից այսպես էթա։ Ինձ թվում է գնաց յուղը, տեսակ, հիմա կփորձենք։ Կարող լավաշով փորձես, որ Անպայման։ Ինձ թվում է տնավարին այս ձևի է ժողովուրդ ջան, այսպես լավաշին է, այսպես փաթաթում ենք։ Տնթացքում բանջարեղեններով աղցանը վայելում են։ Լրիվ համեղություն։ Մեր մոտ ամեն ինչ ստացել, չէ՞ ջուր։ Ինձ թվում է ժողովուրդ ջան, հետներ հետ կիսվեցինք, թե մենք այսօր մեր տան համար ինչ էինք պատրաստել։ Նես որ կարաք պատրաստեք, եթե հարցեր լինում են, մեկնաբանության մեջ անպայման գրեք, մեծ սիրով կպատասխանենք։ Էլի եմ կրկնում, ես իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, հեսա մեր երեխեքի հետ նստենք, հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։